Դեկտեմբերի 19-ին Մաշտոցյան մատենադարանում բացվեց «Լուսաբեր պատկերներ հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» խորագրով ցուցադրությունը։ Թանգարանի սրահներից մեկում ներկայացվեցին ձեռագիր մատյաններ, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, ժապավենաձև հմայրներ և ինքնատիպ ձեռագրակազմեր, ցուցանմուշների գաղափարական և պատկերագրական առանցքում հրեշտակների կերպարն է։ Հնագույն և բացառիկ ձեռագրերից մեկն առանձնացված է առանցին պահարանում։ Ծաղկողը Սարգիս Պիծակն է, հայ մանրանկարչության Կիլիկյան դպրոցի նշանավոր նկարիչը։ 1336-ին Սիս քաղաքում ստեղծված ավետարանի թե գրիչն է Պիծակը, թե ծաղկողը։ Բացվածքում երկու տեսարան է։ Ձախ էջում ավետման տեսարանում մեզանում շատ հայտնի տեսարանը Գաբրիել հրեշտակապետը եւ Տիրամայրը, իսկ մյուս կողմը արդեն Սուրբ Ծննդյան տեսարանն է։ Շատ մանրակրկիտ մշակմամբ, ոսկու շատ բարձր վարպետությամբ արված տեղադրումը, որովհետև դրանք բոլոր հմտություններ են, որ 14-րդ դարից 1336 թվականից մեզ այնպես է հասել, կարծես թարմ վիճակում հենց մի քանի օր առաջ է վարպետը ծաղկողը ոսկին տեղադրել։ Այս ձեռագիրը երբևիցե մատենադարանում բնօրինակը երբևիցե չենք ցուցադրել եւ ընդհանրապես մատենադարանի ռազմավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում կայանում է նրանում, որ պահոցներից մենք դուրս հանենք ամենաեզակիները, բայց ոչ միանգամից, այլ յուրաքանչյուր թեմատիկայի շրջանակներում կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների շրջանակներում ցուցադրենք տարբեր ձեռագրեր։ Ավետման տեսարանը եւ Գաբրիել հրեշտակապետը պատկերված են նաեւ 1356 թվականին բոլորովին ուրիշ երկրում եւ հանգամանքներում։ Ղրիմում ստեղծված մեծադիր ճաշոցում մանրանկարչական այլ ավանդույթներ են, այլ մոտեցում։ Հրեշտակապետի եւ Սուրբ Կույսի ֆիգուրներն ավելի վեհ ու մոնումենտալ են։ Պատկերի խորքում վսեմաշուք տաճարն է, Տիրամոր Հաքին աստղանկար թիկնոցը մանրանկարում պատկերված երկնքի մի կտոր է հիշեցնում։ Ավետումը հրեշտակների ներկայությամբ ամենահայտնի տեսարանն է հայկական ձեռագրերում։ Մյուս տարածված տեսարանը Մատթեոս ավետարանչի պատկերագրությունից է։ Հրեշտակն է այս ավետարանչի խորհրդանիշը։ Հաճախ հրեշտակը ավետարանչի մանրանկարի կողքի էջում է գլխատառի տեսքով։ Յուրաքանչյուրը բարձր վկայություն է իր ժամանակաշրջանի ստեղծման աշխարհագրական դիրքի եւ մանրանկարչական դպրոցի եւ վարպետների երևակայության մասին։ Ունենք Նոր Ջուղայի վերաբերող Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին պատկանող Հակոբ Ջուղայեցու ծաղկած 1610 թվականի ձեռագիրը, որ աչքի ընկնում իր շքեղությամբ, արդեն եվրոպական արվեստի կարծես այդ շունչը զգացվում է, որ այդ ժամանակներում արդեն այսպես ներխուժել էին, այսպես ասած, մեր հայկական ավանդույթների հետ միաձուլվում էին։ 1887-ին Մակար Թեղուտցի կաթողիկոսի կոնդակը Սուքյաս եպիսկոպոսին Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ կարգելու մասին ոչ միայն հայրապետի կլոր կնիքն է կրում, այլև հրեշտակներով է զարդարված։ Հրեշտակներ կան նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում 18-րդ դարի վերջում Սիմեոն Երևանցու կազմած, այժմ հնատիպ համարվող գրքում։ Շուրջ 25 բացառիկ ձեռագիր է ընտրվել ցուցադրության համար։ Թե ձեռագրերը, թե մյուս ցուցանմուշները հիմնականում առաջին անգամ են ցուցադրվում, բացման խոսքում նշեց մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Ներկայացված են նաև ձեռագրերի կազմեր, որոնք ամեն մեկը իրենց կազմարարական տեսանկյունից բացառիկ են, այսինքն մեզանում ոչ շատ հայտնի ձևերով եւ պատկերագրական տեսանկյունից նույնպես հրեշտակները շատ արտառոց են ձեռագրերի կազմերում ներկայացված։ Օրինակ Մոմիկը շատերից հայտնի է որպես քանդակագործ, ճարտարապետ, ծաղկող, բայց այս անգամ մենք Մոմիկին ներկայացնում ենք որպես կազմարար եւ կազմ պատրաստող։ Մոմիկի պատրաստած կազմում խաչելության տեսարանն է, որտեղ սերովբեներ կան, 6 հաթև հրեշտակներ։ Կազմը եւ ձեռագիրը ստեղծվել են 1313 թվականին Գլաձորում։ Փոքր ցուցասրահում ավետման եւ Սուրբ Ծննդյան թեման ավելի մանրամասն են ներկայացված։ Այստեղ է ցուցադրության ամենահին ձեռագիրը։ 13-րդ դարի ավետարանում պատկերը շատ ավելի նուրբ է, անպաճույճ ու պարզ։ Քրիստոնեական պատկերագրության մեջ հրեշտակները Աստծո գահը շրջապատող երկնային զորքերն են, Տիրոջ մոտ կանգնած երկնային էակներ եւ
Երկնքից իջնող պահապաններ, նրանք հայտնվում են սրբերին ու մարգարեներին, ինչպես նաև մասնակցում են Քրիստոսի կյանքի կարևորագույն դրվագներին։ Այս բոլոր ձեռագրերը դարեր շարունակ փրկվել ու պահպանվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Դրանք Մայրաթորից խլվել են 1920-ական թվականներին խորհրդային իշխանությունների կողմից։ Հետագայում այդ ձեռագրերից է կազմվել Մաշտոցյան մատենադարանի հավաքածուն։ Ցուցադրությունը մատենադարանում կգործի կես տարի։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։